Բարև ձեզ, այսօր ես ձեզ կպատմեմ Օզի կախարդը հեքիաթը, Դորիթիի ցանկություն իրականանում է հատվածը։ Այս հատվածն ինձ ամենաշատն է դուր եկել, որովհետև այստեղ բոլորի երազանքները կատարվում են։ Վերջապես խրտվիլակի, փայտահատի ու առյուծի ցանկությունները կատարվեցին։ Իսկ Դորիթին տխուր հարցրեց. «Բա ես ո՞նց եմ տուն կանձած գնալու»։ Եվ այդ պահին Գլինդան պատասխանեց. «Արծաթե մաշիկները քեզ տուն կտանեն։ Եթե հենց սկզբից իմանայիր էդ մաշիկները ինչ հզորություն ունեն, դու հենց առաջին օրն էլ տուն կվերադառնայիր»։ Եվ այդ ժամանակ խրտվիլակը վրդովված ասաց. «Բայց այդ ժամանակ ինձ ով խելք կտար»։ Եվ կողքից փայտահատը ասաց. «Ես էլ սիրտ չէի ունենա»։ Առյուծն էլ ասեց. «Իսկ ես այդպես վախկոտ կմնայի»։ Դորիթին ասաց նրանց. «Դուք ճիշտ եք, բայց հիմա ժամանակն է տուն վերադառնալ»։ Գլինդան Դորիթին ասեց, որ մաշիկները կախարդական են, նրանք կարող են քեզ 3 քայլից տուն հասցնեն։ Գլինդան ասաց. 3 անգամ կրունկներդ խփիր և ասա ուր ես ուզում գնալ։ Դորիթին կրունկները խփելուց առաջ գրկեց ու համբուրեց բոլորին։ Դորիթիի ընկերները շատ տխրեցին, որ ստիպված են բաժանվել, բայց նաև ուրախ էին, որովհետև նրանց երազանքները կատարվել էին։ Գլինդան գահից իջավ և նույնպես համբուրեց Դորիթիին։ Դորիթին գրկեց Տոտոյին ու նորից ասաց ընկերներին. «Մնաք բարով» և 3 անգամ կրունկները իրար խփեց։